3 Կարեն Խաչատրյան Փյունիկ, համար 4 Միխայել Սիմոնյան, հանդես էր գալիս Հունաստանում Գևորգ Ղազարյան Փյունիկ եւ համար 9 Հովանես Գոհարյան Լոկոմոտիվ Մոսկվա։ Նա հանդես է գալիս Լոկոմոտիվի երկրորդ կազմում։ Եվ այսպես հանդիպումը սկսված է եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Վտանգավոր գրոհ են ձեռնարկել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Փոխանցում, խաղից դուրս վիճակ է, այնտեղ դարպասի գրավում չկա։ Եզրային մրցավարը վաղուց ազդանշան է տվել։ Կրկնապատկերի ժամանակ երևում է, որ եւ տեսեք, նորից փոխանցումը հասցեագրված է Գոհարյանին, գնդակը գալիս է դեպի Գևորգ Ղազարյանը։ Եվ փոխանցում դեպի Գոհարյանը, գնդակը ստանում է Գոհարյանը Տուգանային հրապարակում։ Ով է օգնելու։ Հարավային տրիբունան նույնպես սկսում բարձրից փոխանցում նորից մեր թիմի Տուգանային հրապարակ եւ վտանգավոր բայր չհասկացա, խանգարեցին միմյանց մեր դարպասապահն ու պաշտպանը։ Աշխատել է նաև հավաքականի հետ ազգային եւ հիմա Թուրքիայի հավաքականը ստացել է Տուգանային հարվածի իրավունք, բարձրից գնդակը գալիս է Տուգանային հրապարակ եւ ինչպիսի կոպիտ սխալ է թույլ տալիս մեր թիմի դարպասապահ։ Կանոնների խախտում չկա, ցույց է տալիս մրցավարը։ Լավ փոխանցում առաջ, Սահակյանը փոխում է ստանալ գնդակը։ Առաջին խաղն է եւ այսպիսի հանդիպումների նկատմամբ բնական է հետաքրքրությունը մեծ է։ Միխայել Սիմոնյան սխալվում է, վտանգավոր պահ է մեր թիմի դարպասի մոտ։ Փոխանցում առաջ, դարպասապահ դուրս է գալիս իր տեղից եւ երկրորդ հարվածով Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները բացում են հանդիպման հաշիվը 1-0։ Եվ դա մեր ֆուտբոլիստների կոպիտ սխալից հետո 6 համարը տեսնում եք 6 համարը երկրորդ հարվածով բացում է խաղի հաշիվը 1-0։ Փոխանցում կլինի հարված դարպասին։ Հրաշքով գնդակը չի հայտնվում դարպասում։ Բայց անցնում է, տեսեք, կարելի է փոխանցել, փոխանցում։ Կարելի է հետ փոխանցել, ինչպիսի հնարավորություն են կորցնում մեր ֆուտբոլիստները։ Տեսեք, թե ինչպես է աջակցում տրիբունան։ Սա երևի վերջին հնարավորությունն է խաղը փրկելու։ Բարձրից փոխանցում, հարված։ Թուրքիայի պատվիրակության Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակության անդամները Մխիթարյան հիշացնում է Մխիթարյանը, բայց ամեն ինչ բանի հաջող է Մխիթարյան հարված ինչպիսի հրաշալի հանդիպում Հայաստանի հավաքականը խաղի վերջին վայրկյաններին խփում է նաև երկրորդ գնդակը։ Ահա ուրախ են բոլորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդուարդ Նալբանդյանը, Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցները բոլորը ուրախ են առաջին հերթին մեր ֆուտբոլասերները, որոնց թիվը իրոք շատ է Հրազդան կենտրոնական ստադիոնում։ Հիմա տեսնենք կրկնապատկերը, դժվարին իրավիճակից դուրս եկավ Մխիթարյանը։ Այո, իրոք առաջին խաղակեսը այնքան էլ հաջող չէր Մխիթարյանի համար, իսկ հա երկրորդը տեսեք, եւ հաջող անցկացրեց, եւ դառնում է հաղթական գոլի հեղինակ։ Բարձրից փոխանցում, վտանգավոր դրություն է, եւ գնդակը անցնում է դարպասապահին, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, եւ հանդիպումը ավարտված է, Հայաստանի երիտասարդական հավաքականը հրաշալի հաղթանակ է տանում Թուրքիայի հավաքականի նկատմամբ։ Եվ տեսեք մեր ֆուտբոլասերները
ինչպես են մոտենում արևելյան տրիբունային։ Իրոք աջակցեցին ֆուտբոլասերները արևելյան տրիբունայի եւ լրացուցիչ լիցք հաղորդեցին մեր ֆուտբոլիստներին, որոնք էլ տարան, կարելի է ասել, նաեւ պատմական հաղթանակ Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ։